Շանթիեթերը շարունակում է հեռանկարը։ Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել Հայաստանի հետ համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը։ Գլխավոր խոչընդոտ են նշում Հայաստանի սահմանադրությունում ըստ նրանց Բաքվի նկատմամբ առկա տարածքային պահանջները։ Ավելին, սոցիալական ցանցերում կադրեր են հրապարակվում, թե Ադրբեջանը Սյունիքում կրակոցներ է արձակում։ Ինչ են այս ամենի շուրջ մտածում Հայաստանի իշխանությունները եւ ինչ քայլեր են պատրաստվում անել։ Այս եւ այլ հարցերի շուրջ կզրուցենք Հայաստանի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Հասմիկ Հակոբյանի հետ։ Տիկին Հակոբյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Այսպիսով անգամ համաձայնեցված փաստաթղթով հնարավոր չի լինում հասնել խաղաղության։ Ձեր ընդդիմախոսներն ասում են, տեսակ, ասում ենք, որ անընդհատ զիջելով խաղաղության հնարավոր չէ հասնել։ Ձեր պատասխանը։ Նախ թույլ տվեք չհամաձայնել դիտարկման հետ, որ Հայաստանը անընդհատ զիջում է եւ առաջիկայում կբացեմ նաեւ ինչու եմ այդպես կարծում։ Ինչ վերաբերում է հաջողության չենք հասել, սա երկրորդ իմ անհամաձայնությունն է, որովհետև մինչ այս պահը մեր ձեռք բերածը միանշանակ համարում եմ հաջողություն։ Իսկ ինչն է դա հիմք տալիս, նախ երկուստեք այս 4 տարվա համատեղ աշխատանքների արդյունքում ունենք համաձայնեցված խաղաղության համաձայնագրի տեքստ, որի հետ կապված երկու կողմերն էլ հանդես են եկել հայտարարությամբ, եւ նաեւ ունենք ձեռքբերում էլի երկկողմ հարաբերություններում, սա սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հաստատումն է, ինչը եւս երկար աշխատանքի արդյունք է, եւ սա հստակ ձեռքբերում է։ Մենք նաեւ ունենք, ինչպես գիտեք, շուրջ 13 կիլոմետր ուրեմն սահմանազատված եւ սրանք համարել, որ ձեռքբերում չեն, ես ճիշտ չեմ համարում։ Ինչպես նաեւ մենք երկկողմ հարաբերություններում արդեն երկխոսության արդյունքում գիտեք, որ գերիների վերադարձ ունեցանք, էլի առանց միջնորդի երկխոսության արդյունքում։ Եվ իհարկե հիմա գիտեք, որ դեռևս շարունակում են մեր հայրենակիցները գտնվել Բաքվում, այդ բեմականացված դատերն ենք մենք անընդհատ տեսնում, բայց մենք սրա շուրջ աշխատանքներ իհարկե կատարում ենք, որ օր առաջ մեր հայրենակիցները վերադառնան։ Տիկին Հակոբյան, դուք ասում եք կողմերը համաձայնեցրել են տեքստը, բայց տեսեք, ձեր ընդդիմախոսներն այլ բան են ասում, ես ներկայացնեմ նրանց դիտարկումը եւ ձեր պատասխանը, ասում են ոչ թե համաձայնեցվել է այդ տեքստը, այլ Հայաստանն ամբողջությամբ համաձայնվել է այն պահանջներին, որոնք ներկայացվել է Ադրբեջանի կողմից։ Այսինքն դուք ոչ թե փոխզիջման եք հասել, այլ գնացել եք զիջման։ Այդպես հնարավոր է խաղաղություն, ասում են։ Իրանց հարմար է այդպես խոսալ, բայց այս տեսակետը կոտրվում է միայն այն հիմնավորմամբ թեկուզ, որ մեր ընդդիմախոսները ծանոթ չեն համաձայնագրի տեքստին, այսինքն չգիտեն մեծ հաշվով 17 կետերը հստակ որոնք են եւ ինչի մասին են, ինչ ձևակերպմամբ, եւ նաեւ սրանում այդքան էլ համոզված չեմ, բայց պետք է որ տեղյակ չլինեն նաև Ադրբեջանի առաջարկների մասին, այսինքն այս բանակցությունների ընթացքում։ Այնպես որ վերլուծել, որ Ադրբեջանը ինչ առաջարկել է, ներառվել է համաձայնագրում, առանց ուրեմն փոխզիջումների եւ բանակցությունների, սրա համար պետք է ունենալ գոնե Ադրբեջանի բոլոր առաջարկները ուղարկված, որոնք իրենք չեն կարող տիրապետել վստահաբար։ Համարել սա զիջում չէ, ես էլ եմ առիթ ունեցել ասելու, որ չենք կարող ասել, որ վստահաբար նաև Ադրբեջանը, բայց Հայաստանն էլ, որ սա մեր լավագույն համաձայնագիրն է, այսինքն այստեղ ներառված են Հայաստանի բոլոր լավագույն ցանկությունները, որը կարող էր ներառված լինել։ Եվ Ադրբեջանը չի կարող այդպես ասել, որովհետև բանակցությունների սեղանին մենք նստում ենք մեր լավագույն ցանկություններով եւ այսպես ասած մաքսիմալ հնարավորի ձգտումով եւ այս 4 տարիների ընթացքում այդ մաքսիմալից իջեցվել են, փոխզիջվել են այնքան, որ ընդունելի լինեն երկու կողմերի համար եւ այս փուլում մենք համարել ենք, որ համաձայնագրի տեքստը ընդունելի է Հայաստանի համար եւ
այդ պատճառով էլ հայտարարել ենք, որ պատրաստ ենք ստորագրելու։ Ինչպես ասացի, ընդդիմության համար այդպես լավ է հնչում ասել բաներ, որոնց իրենց շահերից է էլի բխում միայն։ Տիկին Հակոբյան, իսկ Սյունիքում այդ կրակահերթերի կադրերը, որոնք սոցիալական ցանցերում տարածվեցին, Ալիևի պահանջը սահմանադրությունը փոխելու վերաբերյալ սրանք ինչ են նշանակում։ Տեսեք, օրինակ սահմանադրությունը փոխելու պահանջը, սա հստակ մենք էլի հայտարարել ենք, բայց մեր համաձայնագրում ներառված կետ չէ։ Սակայն թե սրա հետ կապված, թե արտատարածքային ճանապարհի հետ կապված եւ այլ պնդումներ ընդդիմությունը ուղիղ կամ անուղակի տեքստերով այս օրերին փորձում է այդպես էլի իրենց խոսքը հիմնավորելու եւ իշխանությանը քննադատելու համար այնպես փաթեթավորել, իբր դրանք ներառված են, մենք խոստացել ենք փոխել սահմանադրությունը, մենք խոստացել ենք արտատարածքային ճանապարհ տալ, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ նման կետեր համաձայնագրում ներառված չեն եւ Հայաստանը նման խոստումներ ոչ գրավոր, ոչ բանավոր կերպով չի տվել։ Սա այս մասով ինչ վերաբերում է կրակոցներին, այո, վերջին օրերին շատ էին նախ տեղեկատվությունները Ադրբեջանի կողմից, հայտարարությունները, թե Հայաստանը խախտում է ռեժիմը եւ կրակոցներ են հնչում հայկական կողմից, սակայն իհարկե մենք հերքումով անմիջապես հանդես էինք գալիս եւ ասում էինք, որ սա տեղեկատվություն է, սակայն նաեւ Եվրամիության դիտորդական առաքելությունը մեր սահմաններին բարեկություն իրականացնող հայտարարությամբ հանդես եկավ, որ սահմանիներին բարեկություն են իրականացնել հենց այդ ակտիվ օրերին, երբ ասվում էր, որ խախտում կա եւ ոչ մի խախտում չեն արձանագրել, իսկ նրանք ուրեմն 2 օր անդադար մի հայտարարության մեջ համենայն դեպս այդպես էր նշված, իրականացրել են բարեկություն։ Այսինքն սա հստակ ապատեղեկատվություն էր։ Որն է սրա նպատակը, նպատակները տարբեր կարող են լինել, օրինակ, քանի որ մենք այս համաձայնագրի տեքստի հաստատումը շատ լայն արձագանք գտավ միջազգային հանրության կողմից, տարբեր կազմակերպությունների կողմից, դուք հիշում եք, որքան ուրեմն աջակցական հայտարարություններ եղան եւ հրատապ ստորագրելու այս փաստաթուղթը, եւ սա Ադրբեջանի կողմից կարող են ենթադրել, որ փորձ է ցույց տալու, թե Հայաստանը մի կողմից իբր խոսում է խաղաղության մասին, մյուս կողմից փորձում է իրավիճակը լարել եւ սա այս նպատակ կարող է ունենալ։ Սակայն ես ինքս էլ երեկոյան որոշակի տեսանյութեր ինձ ուղարկեցին տարբեր մեր քաղաքացիներ եւ ինքս էլ եթե այդ տեսանյութերը այս օրերի է, իսկ ես դա չեմ կարող հստակ ասել, ուրեմն կրակոցների հետ կապված նման տեսանյութեր հայտնվեցին։ Դրա հետ կապված նաեւ Պաշտպանության նախարարությունը երեք հանդես եկավ հայտարարությամբ, որ կրակոցները համենայն դեպս մեր ուղղությամբ չեն Հայաստանին։ Եվ նաև եթե համադրում եմ նրա հետ, որ հիմա Ադրբեջանում չէ, ուրեմն տոն է, բայրամն է եւ այդ օրերին երբ որ հետ ես գնում, ամեն տարի նրանք այդպես նշում են, չգիտեմ, օդ են կրակում, սա կարող է համադրելի լինել սրա հետ, սակայն միայն սա բավարար չէ, իհարկե, որովհետեւ մեր քաղաքացիները բնականաբար որոշակի խոճապային տրամադրություններ ունեն կրակոցներ լսելով եւ նաև այդ մասին գրում էին ինձ եւ ես առաջկայում կփորձեմ ավելի, եթե հնարավոր է հրապարակային ինֆորմացիա ունենալ այս դեպքերի հետ կապված։ Տիկին Հակոբյան, կա գնահատական, որ այս համաձայնեցված փաստաթուղթը Հայաստանին հաշմանդամ դարձնող փաստաթուղթ է, որովհետև այլևս երբեք հնարավոր չի լինի դաշնակցային ֆորմատում մեր երկիրը պաշտպանել։ Օրինակ, եթե ցանկանանք հայ-ադրբեջանական սահմանի մոտ զորավարժություն անցկացնել մեր դաշնակցային որևէ երկրի հետ, դա կլինի, չգիտեմ, Ռուսաստանի հետ, Ֆրանսիայի հետ, Միացյալ Նահանգների հետ, այսինքն դրանով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը նվազեցվում է, ասում են ձեր։ Այս օրերին էլի նման կերպ մեկնաբանվում է։ Ուզում եմ նշել, որ համաձայնագրում երրորդ ուժերի չտեղակայման պայմանը երկուստեք գործում է սահմանի երկայնքով արտահայտությամբ, այսինքն երրորդ ուժերը սահմանի երկայնքում չպետք է լինեն։ Զորավարժություններ իհարկե հնարավոր է իրականացնել, եթե Աստված մի արասցե
անգամ համաձայնագիրը կնքելուց հետո, հա, տենց մտահոգություններից եմ էլի խոսում, որ էլի մինչ այժմ հնչել են, եթե Ադրբեջանը խախտի համաձայնագրի պայմանները եւ հարձակում լինի, արդեն իսկ Ադրբեջանը խախտած կլինի համաձայնագիրը եւ մենք կունենանք ազատ գործելու իրավունք, այսինքն եթե Ադրբեջանը խախտի, ընդհանրենք հարձակվի, իսկ մենք երկուստեք համաձայնություն ունենք, հա, տեքստի դրույթներից մեկը օրինակ տարածքային ամբողջականության ընդունումն է միմյանց, մյուս դրույթը ագրեսիայից չկիրառելն է եւ այսինքն այս երկու կետերը երբ որ խախտվում են, արդեն բնականաբար Հայաստանը չէ, որ պետք է մնա երթմանը, հա, ուրեմն հավատարիմ եւ երրորդ ուժերի տեղակայման մասին մտածի այն դեպքում, երբ արդեն Ադրբեջանը խախտել է։ Բայց այդ դեպքում ասում են ում եք դիմելու, որ մարմնին եք դիմելու եւ ասեք օրինակի համար, որ Ադրբեջանը խախտեց համաձայնագիրը, որովհետեւ չկա երաշխավոր, չկա միջնորդ այս համաձայնագրին, երկու կողմեր այսպես առանձին նստել են, ըստ այս գոնե հրապարակայնորեն ասում են, որ համաձայնեցրել են տեքստը։ Առավել եւս, երբ որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին է այնտեղ խոսք գնում, այսինքն չկա, չի լինելու որևէ այսպես մեխանիզմ, որևէ կառույց, որին որ Հայաստանը կարողանալու է դիմել եւ ասել եկեք եւ այս հարցով տեր կանգնենք։ Ես ուզում եմ հիշեցնել վերջին Հայաստանի Հանրապետության վրա հարձակման դեպքը 2023 թվականին սեպտեմբերին ես ձեզ եմ ուզում հարց տալ, հա, կար տեղ, որտեղ մենք կարող էինք դիմել, որ Ադրբեջանը հարձակում է գործել Հայաստանի վրա։ Կար, հարցնում եմ։ Այն ժամանակ կար նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, ասում են, կար Ռուսաստանը որպես միջնորդ։ Մենք ՀԱՊԿ անդամ երկիր ենք եւ հայտարարությունները այդ ժամանակ ՀԱՊԿ-ի հետ կապված դեռևս Հայաստանը չէր կատարել եւ մենք ակնկալում էինք, որ ռազմական ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ-ն իր կանոնադրային պարտականությունները կկատարեր եւ կպաշտպաներ իր անդամ երկրներից մեկի սուվերեն տարածքի վրա հարձակումը այնպես, ինչպես մյուսինը, հա, այսինքն բոլոր երկրները պարտավորվում են մյուսի դեպքում պաշտպանել ինչպես սեփական երկիրը։ Եվ մենք բնականաբար դիմեցինք եւ բոլորը հիշում եք, թե ինչ պատասխաններ ստացանք, որ չգիտեն դա Հայաստանն է թե չէ, այսինքն ՀԱՊԿ-ն իր տարածքը չի ճանաչում։ Այսինքն, բայց եթե Ռուսաստանը չի արել, չի նշանակում մեկ այլ երկիր չեր անի, եթե միջնորդ կամ լինի։ Դա ՀԱՊԿ հայտարարություններ ուզում եմ հիշեցնել։ Այսինքն, այսօր միջազգային, այսպես ասեմ, աշխարհակարգը այն վիճակում է, որ չեմ պատկերացնում այն միջազգային ոստիկանին կամ այն մարմինը, որը կարող է որոշել, թե ով է խախտել, ինչ է խախտել, ով ինչ անի, ով ոնց անի, այնպես որ երբ 2023 թվականին տվյալ իրադարձությունը եղավ հարձակումը, դա կանգնեց, որովհետև իրավիճակը հանդարտվեց, որովհետև Հայաստանի սուվերեն տարածքի վրա էր հարձակումը։ Այսինքն երաշխավորը այս դեպքում աշխատեց մեր սուվերենությունը եւ հետեւաբար երկուստեք համաձայնությունը։ Ինչ է նշանակում աշխատեց մեր սուվերենությունը։ Որովհետեւ հարձակումը իրականացվել էր Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա։ Սա ագրեսիա էր ուղիղ մյուս պետության վրա։ Եթե մենք մեկ-մեկ զուգահեռներ ենք անցկացնում եւ հասարակությունը, որ 44-օրյա պատերազմին մենք օրեր շարունակ սպասում ենք, որ ինչ որ միտեղից պետք է լինի այդ ստոպը, բայց քանի որ սուվերենության այնտեղ այլ իրավիճակ էր, քան Հայաստանն է բնականաբար, այս դեպքում սա աշխատեց, որովհետև սա Հայաստանի սուվերեն տարածքն էր։ Այսինքն այս օրինակի վրա ուզում եմ ձեզ ցույց տալ, որ ունեինք երաշխավորություն, ունեինք Ռուսաստանի հետ, ուրեմն այդ դաշնակցային հարաբերությունները եւ երկկողմ այն համաձայնագիրը, ուրեմն ռազմական, սակայն սա աշխատեց այն, որ սա հարձակում էր Հայաստանի սուվերեն տարածքի վրա։ Իսկ այն դեպքում, երբ հարձակվող կողմը դիցուկ Ադրբեջանը ընդունում է, ստորագրում է Հայաստանի սուվերեն տարածքի հեսա դրանք արձագանքին ընդունում է, որ սա է Հայաստանը, ապա այս դեպքում 100 անգամ ավելի բարդ է դառնում դրանից հետո հարձակման միտքը ունենալը Հայաստանի Հանրապետության վրա։ Ինչ վերաբերում է, այո, մենք ունենք օկուպացված
տարածքներ Ադրբեջանի կողմից եւ այդ տարածքները մենք հայտարարել ենք, որ անգամ այդ տարածքները մենք ռազմական միջոցով ուրեմն հետ վերցնելու բան չենք դրել, նպատակ չենք դրել։ Մենք դա տեսնում ենք սահմանազատման, սահմանագծման, հանձնաժողովի աշխատանքների արդյունքում ունենալն ենք տեսնում որպես ուրեմն ելք։ Եվ սրա հետ կապված, ինչպես ասացի, ունենք կանոնակարգ, ունենք արդեն սահմանազատված տարածք եւ ունենք հաջորդ տարածքը ընտրված եւ մենք տրամաբանությունը հյուսիսից հարավ ուղղությամբ ամբողջ սահմանի երկայնքով Հայաստանի Ադրբեջանի իրականացնելու ենք սահմանազատման գործընթաց։ Սա ճիշտ է երկարատև, այսինքն այսօր չեն հետ քաշվելու, մեկ տարում չի իրականացվելու այդ սահմանազատումը, բայց Հայաստանի Հանրապետությունը հավերժ է, հուսանք հավերժ է եւ ամեն ինչ պետք է անենք, որ հավերժ լինի եւ սա միայն այսօրվա համար չէ, այսօրվա իշխանության համար, պետականության համար պատասխանատվություն կրողների որոշումները։ Մենք հետագայի համար ենք մտածում եւ մի օր կլինի 1 տարուց, 5 տարուց, թե 10 տարուց, 20 տարուց մենք կունենանք ամբողջությամբ այն հիմքերը, որը հնարավորություն չի տա հետագայում ուրեմն էլի ագրեսիայի ենթարկելու Հայաստանի Հանրապետությունը։ Տիկին Հակոբյան, ստեղծված իրավիճակից որպես ելք ձեզ առաջարկում են վերադառնալ եռակողմ հարթակ եւ նոյեմբերի 9-ի փաստաթղթով բանակցել։ Այն կետերը, որոնք չեն կատարվել, պահանջել, որ կատարվեն։ Դուք այդպիսի հեռանկար կարճաժամկետում տեսնում եք կամ ինչպես եք վերաբերվում այս առաջարկությանը, հաշվի առնելով նաեւ, որ մայիսի 9-ին նաեւ դրա շուրջ կան քննարկումներ, որ Հայաստանի վարչապետը լինելու է Մոսկվայում է ըստ երևույթին լինելու նաեւ Ալիևը։ Ես իհարկե հստակ չգիտեմ, ով որտեղ է լինելու մայիսի 9-ին, սակայն նոյեմբերի 9-ին վերադառնալու հայտարարություններ, այո, որոշ շրջանակների կողմից մենք լսում ենք, բայց տրամաբանությունը չենք հասկանում կոչ անելու Հայաստանին նոյեմբերի 9-ին վերադառնալու, որովհետև եթե չասեմ ի սկզբանե, ապա վաղուց նոյեմբերի 9-ի փաստաթղթի մյուս երկու շահառու երկրները վաղուց հեռացել են նոյեմբերի 9-ի փաստաթղթից։ Հայաստանը կատարել է իր բոլոր պարտականությունները։ Էլ չեմ ասում այն մասին, որ սա նախ առաջ հրադադարի պայմանագիր էր, որով հրադադար իրականացվեց, այսինքն պատերազմը կանգ առավ։ Ինչ վերաբերում է այնտեղ գտնված դրույթներին, հիմնականում հղում են անում ապաշրջափակման դրույթի վրա, որը մենք այժմ եւս քննարկում ենք եւ պատրաստ ենք շատ սերն ժամկետներում ապաշրջափակել կոմունիկացիաները եւ սա ի տարբերություն այն կողմերի, որոնք կոնկրետ մեզ հղում են անում վերադառնալ ինչ որ տեղեր, մեզ համար այս ապաշրջափակումը կոմունիկացիաները միայն եւ միայն Հայաստանի սուվերենության շրջանակում են, այսինքն կոմունիկացիան Հայաստանի Հանրապետության տարածքում պետք է մեր իրավասության ներքո գործի եւ անվտանգությունը ապահովենք մենք, Ադրբեջանի դեպքում Ադրբեջանը եւ մենք նաեւ ուզում եմ ասել այս մոդելը առաջարկել ենք մեր բոլոր հարևաններին եւ բոլորի համար նույն սկզբունքն է գործում բոլոր կոմունիկացիաները, դրանք միայն ճանապարհները չեն, գործում են տվյալ երկրի սուվերենության ներքո միայն, ոչ մի արտատարածքային տրամաբանություն սրա հետ կապված չի քննարկվում։ Տիկին Հակոբյան, քանի որ մեր ժամանակը մոտենում է իր ավարտին, ես ուզում եմ նաեւ հարցնել խորհրդարանում այսօր ընդունված մի նախագծի վերաբերյալ, ամբողջությամբ ընդունվեց Եվրամիությանն անդամակցելու գործընթացը մեկնարկելու մասին օրենքը։ Հիմա երբ սա արդեն իրողություն է, մենք կարող ենք հայտարարել, որ Հայաստանը գնում է դեպի Եվրամիություն, ինչը ընդդիմադիրները գնահատում են որպես վեկտորի փոփոխություն եւ ասում են այս տուրբուլենտ ժամանակաշրջանում, այս ինչ է կանում, կտրուկ քայլերի եք դիմում։ Ինչը վտանգները իրենից ենթադրում իշա։ Դուք ինչպես ասացիք, այսօր ենք մենք այդ օրենքը ընդունել, սակայն մենք երկար աշխատանքներ ենք կատարել եւ առաջիկայում նաեւ պետք է ընդունենք Եվրամիության հետ համագործակցության ռազմավարությունները, որտեղ կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ ծրագրերն են եւ այսինքն օրենքը չէր այն անհրաժեշտությունը, որ պետք է մենք աշխատանքներ իրականացնենք, մենք այդ աշխատանքներն իրականում իրականացնում ենք։ Արդյոք սա վեկտորի փոփոխություն է։ Միանշանակ ոչ, որովհետև սա դիվերսիֆիկացիա է։ Այսինքն մենք մեր քաղաքացիներին, ինչպես վարչապետն է մի նկարագրությամբ ասել, մենք մենյուում ավելացնում ենք եւս մի ընտրելու հնարավորություն եւ քաղաքացիները կարող են ընտրել նաեւ այս ճանապարհը։
ինչպես կարող են ընտրել, բնականաբար վերպետական որևէ կառույցին անդամակցելուց առաջ պարտադիր է հանրաքվեն եւ հանրաքվեով հասարակությունը կտա իր պատասխանը։ Դրա համար հատուկ օրենք էր պետք ընդունել։ Սա ուզում եմ հիշեցնել, որ քաղաքացիական հասարակության կողմից նախաձեռնություն է շուրջ 60,000 մեր քաղաքացիների ստորագրություններով, ինչը իհարկե Սահմանադրությունը հնարավորություն տալիս է նաև նախաձեռնությամբ հանդես գալ ոչ միայն կառավարությանն ու падգամավորներին, այլև հասարակությանը, քաղաքացիներին մեր եւ նրանք այս հնարավորությունից օգտվել են։ Եվ տրամաբանական չէր լինի այն ընթացքում, երբ մենք, ինչպես ասացի, քայլեր առանց այն էլ ձեռնարկում ենք եւ դա մեր օրակարգն է։ Մենք դրա մասին հայտարարել ենք, վարչապետն է հայտարարել, որ պատրաստ է առավելագույնս մոտ լինել Եվրամիությանը, չընդունել օրենք, որը ասում է, որ մենք ուզում ենք մոտ լինել Եվրամիությանը, որտեղ մենք դա արդեն հայտարարել ենք, դրա համար սրա հետ կապված մենք ոչ մի խնդիր չենք տեսել եւ ընդունել ենք օրենքը եւ մեր աշխատանքների ոչ ընթացքն է սրանից փոխվում, ոչ ուղղությունն է փոխվում, սա իսկ մեր աշխատանքի ուղղությունը բնականաբար քաղաքացիների ազդակներից եւ պահանջներից է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Հասմիկ Հակոբյանն էր։